Բոլորիդ բարի օր։ Երկու ամիս մենք չենք հանդիպում ձեզ հետ, ուզում եմ ներողություն խնդրել, որ այսքան ժամանակ եթեր չեմ արել, երկու ամիս ուղիղ չի եղել եթեր եւ նաեւ YouTube-յան մեր ալիքում մեր հետևորդները հարցնում են ուր ա կորել Ռոմանը, ինչի չի եթերներ անում եւ այլն։ Ինձ թվում է դա շատ ճիշտ էր, քանի որ ընտրություններից հետո պետք չէ էլի դուրս գալ եթեր եւ մոտակա ժամանակներն էլ ինձ թվում է պետք չի հաճախ դուրս գալ եթեր, բայց այսօր որոշեցի, որ պետք է մենք եթեր անենք, քանի որ YouTube-յան ալիքում մեր հետևորդները ասենք չեն նայում մեր Facebook-ի եւ խմբերի այդ նյութերը եւ մարդկանց թվում է թե ես ընդհանրապես կորել եմ եթերներից, չկա տենց բան։ Առաջինը շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարի խոսքեր են գրում եւ այսքան կոմենտներ եւ մեսենջերում եւ ստորիսներում, շատ եմ ձեզ սիրում, հարգում եւ իսկապես գնահատում եմ այդ ձեր աշխատանքը, ձեր վերաբերմունքը։ Ինձ թվում է դա այսպես ասած փոխադարձ է, երևի դուք նկատել եք եւ տենց էլ կմնա։ Իսկ այսօրվա եթերը չի լինելու երկար, մի քանի հատ կարևոր հարց կա, որի շուրջ մենք զրուցելու ենք։ Սկսենք դրանից, որ այսօրվա երևի առավոտվանից մինչ հիմա ահագին մարդիկ ինձ գրում էին, որ անպայման այսօրվա եթերում մենք խոսանք բանակի մասին եւ խոսանք Նարեկի մասին, ով ինքնասպան է եղել եւ 3 դրա մասին մենք ստացանք այդ լուրը եւ ձեզ հետ քննարկում ենք երեք այսօր շարունակում այդ քննարկումը, միջելուց ասեմ, որ այսօր ավելի շատ են խոսում այդ թեմայից, քան թե 3 եւ դա հասկանալի է, քանի որ մարդիկ ունեն երեխեք ունեն բանակում կամ բանակ են գնում եւ այլն։ Ուրեմն սկսենք այդ թեմայից, բայց մինչ դա գոնե 2 րոպե ես կուզենայի տրամադրել Բարի երեկո բոլորիդ, գոնե մի 2 րոպե պատմեի էլի գրում էի դրա մասին, այսօր էլ ասեցի, երեկ էլ վիդեոյի մեջ ասեցի, բայց կրկնեմ, որ շատ հանգիստ լինեք, երբ ինչ-որ գեներալ, կամ երբ որ ինչ-որ օլիգարխ, լինի դա Տաշեր Սամոն, Քյոխը, Սամվել Բաբայանը, Օգանովսկին կապ չունի։ Շատ հանգիստ վերաբերվեք, եթե ինչ-որ մեկը սկսում է բարկանալ, գորգորալ, դատի է տալիս եւ այլն, դա ոչ մի նշանակություն ինձ համար չունի, ընդհանրապես 9-րդ տարին ես գրում եմ, հաղորդումներս նկարում եմ, սյուժեներս բաց եմ թողում, այսինքն եթե օրինակ հիմիկվա այդ իրավիճակում, Քյոխը դատի է տվել եւ ես չեմ գնացել դատարան, այդ պատճառով դատարանը որոշում է կայացրել, որ քանի որ Ռոմանը չի եկել, երևի Ռոմանը համաձայն է որ ինքը սխալ է, կոնկրետ ես խնդիր չկա, այսինքն ապելյացիոնный սուդը այդ հարցը կնայի, կլուծի այդ հարցը եւ այդպես կգնա առաջ։ Փաստաբաններս դրանով զբաղվում են, ցավոք սրտի կամ էլ փառք Աստծո ավելի շուտ ժամանակ չի եղել մի կողմից, քանի որ ընտրություններ ա եղել։ Եվ նենցա որ եթե դու չես գնում դատարանը այո, սենց որոշում ա կայացնում, դա քաղաքական հայց է, ոչ թե քրեական, այնպես որ մենք բոլորս հանգիստ պետք է լինենք եւ պետք է ընդհանրապես թքած ունենանք եւ այդ օլիգարխների վրա եւ գեներալների վրա, քանի որ գեներալը գնացել է դատարան եւ ասում է, որ զինվորները սոված չեն եղել, չէ։ Բոլորը գիտեն, որ ես միշտ ճիշտ բաներ եմ ասում եւ մեր զինվորները մեծամասնությամբ սոված էին Ղարաբաղի բանակում, Քյոխից սկսած մինչեւ բոլոր գեներալները, այնպես որ թող Ղարաբաղի գեներալները, ովքեր 3 տարի ստե կայֆավատ են անում, հանգիստ մնան։ Ինչ մնաց օլիգարխներին, լինի դա Գագիկ Ցարուկյանը, լինի դա Տաշեր Սամոն, Արա Աբրամյանը, բոլորին մենք շարունակելու ենք քննադատել եւ դա ընդհանրապես չի քննարկվում։ Ուզենայի շատ կարճ դրա մասին ասեի, որպեսզի դուք հասկանաք։ Հիմա անցնենք այդ թեմային, բանակի թեման, որը շատ կարեւոր է։ Տեսեք, ես երեք արդեն գրել եմ այդ պոստը եւ կուզենայի, որ մենք այսօր ավելի մանրամասն խոսանք բանակի մասին, քանի որ դա կարևոր թեմա է բոլորիս համար եւ ես երեք իրոք շատ տրամադրությունս ընկավ, երբ այդ լուրը ես լսեցի։ Առաջինը պետքա մենք մի բան հասկանանք, որ մեր բանակում կոնկրետ բանակի ղեկավարներին, հրամանատարներին դուր չգալիս, երբ մենք խոսում ենք բանակի մասին, մանավանդ եթե քննադատում ենք։ Եվ սա շատ մեծ խնդիր է։ Սա բոլորիս համար մեծ խնդիր է, քանի որ բանակում ուզում են, որ իրանց մասին խոսան մենակ ամենալավը, որպեսզի այն մարդիկ, ովքեր գալու են ծառայեն, ավելի ուրախ գան ծառայեն եւ դա հասկանալի է մի կողմից։ Բայց դրա մեջ միշտ կա մեծ խնդիր, քանի որ երբ ինչ-որ կառույց չի ուզում, որ իրանց մասին խոսան, իրանց քննադատեն, այդ կառույցում արդեն ինչ-որ իրավիճակ է ստեղծում, երբ
ամեն օր այստեղ, այնտեղ ստեր են փչում եւ այդ ստի վրա, հա, աչքերը փակում են այդ կառույցում։ Իմիջիայլոց հիշեցնեմ մեր հետևորդներին, որ ընդհանրապես երբ մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանի շրջապատում ինչ-որ մեկին քննադատենք, այդ անձը ինքը չի մտածում, որ ինքը իրոք ինչ-որ սխալ է արել, իրան թվում է այդ անձին, որ ինչ-որ մեկը գումար է տվել, ինչ-որ մեկը հրաման է տվել, բայց չկա տենց բան։ Տեսեք, օրինակ իմ պարագայում 9-րդ տարին է, որ ես գրում եմ, ինչ-որ սյուժեներ եմ տեղադրում, ինձ չի եղել մի անգամ ինչ-որ իրավիճակ, երբ ինչ-որ պաշտոնյա կամ ինչ-որ օլիգարխ, բիզնեսմեն, ասի կարաս սրան կամ դրան քննադատես, չի եղել տենց բան։ Այսինքն բոլորը սիրում ենք, չէ՞, մեր հայրենիքը եւ մտածում ենք ոնց անենք, որ ժողովրդի համար ավելի լավ լինի։ Բայց դու պաշտոնյա ես, եթե ես չքննադատեմ քեզ, բոլորիդ մենակ գովամ, ինչ կդառնա դրանից։ Բայց ցավոք սրտի շատ դժվար է առանձին մարդկանց քննադատել, քանի որ մենք շատ փոքր մարդ ենք, մեր ձեռը չկա ոչ գումարներ, ոչ տենդերներ, ոչ ցանոթներ, հա, բայց այդ պաշտոնյան, ով մանավանդ նշանակվել է վարչապետի կողմից, ինքը մոտիկ է վարչապետի հետ եւ գիտեք ինչ, ես չունեմ այսպես ասած գաղտնիք ձեզնից, եղել է իմ մոտ մի քանի անգամ, որ վարչապետի շրջապատից մարդկանց քննադատել են եւ այդ մարդիկ գնացել են իրանց խմբում, ասել են, որ իբր Ռոմանը ուզում է մեր խումբը քանդի, մեզ քննադատում է, բայց ոչ, խնդիրը դրանում է, որ 8 տարի ԿՓ-ն իշխանության մեջ է եւ առանձին մարդիկ դարել են սուպասան, հա, սուպասան։ Եվ գնում են վարչապետի մոտ, ասում են, մեզ քննադատում են, որպեսզի հա քոչարյանականները, սերժականները ուզում են քանդեն թիմը եւ այդ ստի տակ իրանք անում են իրանց գործերը։ Ինչ եմ հիմա անունները տալու, բայց կա այս վիճակը եւ դա շատ վատ է։ Քանի որ դուք գիտեք, որ եթե ես ինչ-որ մեկին քննադատում եմ, սրտանց եմ դանում եւ չեմ ուզում ոչ մեկի տակը քանդեմ, բայց վերադառնանք բանակի մասին խոսանք։ Այն ինչ կատարվել է Նարեկի հետ, դա կատարվել է այն պատճառով, որ Նարեկը ոչ մի, այսպես ասած, ոչ մեկից այդ չամբարակի զինվորական մասում ինքը չէր սպասում օգնություն։ Ինչի ես դրա մասին էլ երեք գրեցի, դա նշանակում է, որ այդ զինվորական մասում բարդակ է, հա, եւ այդ տղան ոչ մեկից չի սպասում աջակցություն, ոչ սպայից, ոչ հրամանատարից, դա հաստատ։ Երբ մենք խոսում ենք Գեղարքունիքի մասին եւ Չամբարակի մասին, մենք պետք է հասկանանք, որ Գեղարքունիքի մարզը շատ դժվար մարզ է, այն տեսակետից, որ այն մարդիկ, ովքեր ապրում են այդ մարզում, մեծամասնությամբ իրանք, այսպես ասած, մի քիչ ուրիշ ձև են, քան թե մարդիկ ուրիշ մարզերում։ Եկեք ասենք, հա, պարզ խոսքը գնում է կրիմինալի մասին, որը շատ է Գեղարքունիքի մարզում, եւ մեծամասնությամբ այդ տղամարդկանց պահվածքը կրիմինալի պահվածք է, կրիմինալի խասիաթ, կրիմինալի խոսակցություն, պանյատկեք, հա, որը ոչ մի կապ չունի ընդհանրապես նորմալ երևույթի հետ։ Երբ սա մարզի տղամարդիկ մեծամասնությամբ այդ ձևի են վարվում եւ շփվում իրար հետ, նույն իրավիճակն է, հա, սպաների այդ օֆիցերների մեջ։ Այդ նույն Նարեկը ինքը հասկանալով, որ իր զինվորական մասում մեծամասնությամբ այդ ձևի հասկացողություններ ունեն, ինքը հասկացել է, որ ինքը ավելի լավ է իրան սպանի, քան թե շարունակի, հա, այս ձևի։ Եթե այդ տղան ինքը իրան սպանել է, դա չի եղել դրա պատճառով, որ իրան մի անգամ խփել են կամ երկու անգամ են խփել։ Հասկանում եք, եթե տղան իրան սպանել է, ուրեմն եղել է ինչ-որ մի բան, հա, որը ինքը էլ չի դիմացել։ Ես չեմ հավատում, որ ծեծել են, երկու անգամ ծեծել են, որ այդ տղան գնացել է իրան սպանել։ Տենց չի։ Ես ու դուք էլ մի հավատացեք, մի վերսիա։ Հավատացեք, որ դա սուտ է, եւ իրականությունը ավելի բարդ է, ավելի դժվար։ Մեծամասնությամբ այդ ինքնասպանությունը ինչի պատճառով է լինում։ Այն պատճառով, որ բանակում ահագին մարդիկ ծխում են պլան, հա, անաշա, թմրամնյութի վրա են, այսինքն երբ մենք լսում ենք, որ ինչ-որ մեկը ինքնասպան է եղել, մենք պետք է հասկանանք ինչ է կատարում այդ բանակում։ Ոչ թե մենակ բանակում, այլ ընդհանրապես հանրապետության մասշտաբներով։ Նես չէ, որ այդ բանակում գալիս է դա, հա, այս մեր կյանքից։ Բայց տեսեք, կա մի հատ բառ, հա, այդ բառը ոնց ենք մենք ասում, պլան։ Պլանա ծխում այս տղան, այս տղերքը պլան են ծխում, օրինակ։ Ուրեմն այդ բառը, պլան բառը, ինչ է նշանակում, պլանավորել։ Երբ 2-3 հոգի պլան են ծխում, իրանք պլանավորում են, ինչ որ մեկի վրա խնդան, մեկին ճնշեն, հա, խփեն, ծեծեն, խնդան, եւ չեմ ուզում այսպես ասած ռուսերեն ասում են դելիկատնա տեմա, չեմ ուզում ամեն ինչ ասեմ, բայց
այն մարդիկ, ովքեր անաշայի տակ են, թմրանյութի տակ են, պլանի տակ են, այդ տղերքը, եթե ես չեմ սխալվում, բացի դրանից, որ ինչ որ մարդկանց վրա ուզում են խնդան կամ ծեծեն, բացի դրանից այս մարդիկ, այսպես ասած, հայերեն ասում են սեքսուալ озабоченные, հա, то есть եկեք մենք պարզ խոսանք, այդ մարդիկ, ովքեր պլանի տակ են, մանավանդ զինվորական մասում կամ պոստերում, այդ մարդիկ իրանց կոնտրոլը չեն պահում եւ կարան մարդկանց ունիժատ անեն, ծեծեն, ճնշեն եւ լինի նաեւ սեքսուալ բռնություն։ Բոլոր զինվորական մասում ես վստահ եմ, որ տենց բաներ կա։ Եվ երբ բանակը ասում է, որ այդ թեման դելիկատն է, եկեք այդ թեմայով չխոսանք, սա ամենամեծ սխալն է։ Իրականությունում, եթե խոսքը գնում է մարդու կյանքի մասին, ոչ մի դելիկատնե թեմա պետքա չլինի։ Երբ խոսքը գնում է զինվորի կյանքի մասին, բանակը պետքա պարզ, հա, պարզ խոսա եւ նաեւ հարց տա, ոնց կարանք մենք այդ հարցը լուծենք, այո, ժողովրդի հետ միասին։ Երբ բանակի ներկայացուցիչները ասում են, գիտեք, բանակը նենց կառույց է, որ պետք չի դուք ձեր քիթը կողեք, մենք բանակում մենք այդ հարցերը լուծենք, դա ամենամեծ սխալն է, այդ ձևի զրույցները, հա, տարածել։ Դա է մեր խնդիրը, բայց ինչա, գիտեք թե բանակում պրոֆեսորներ են նստած, եթե բանակը չի ուզում ծնողների հետ շփվի այդ հարցերով, հասարակության հետ շփվի այդ հարցերով, եւ բանակը ասում է, ձեր քիթը մի կողեք մեր գործերի մեջ, մենք տղամարդիկ ենք, տղենք ենք, մենք գիտենք ինչ կարանք անենք, որ լուծենք այդ ձևի հարցերը։ Հարգելիներս, երբ ինչ-որ մի կառույց փակ է, այո, մենք պետք չի մեր քիթը կողենք զենքի գործերի մեջ, պոստերը ոնց են կառուցում եւ չեք էլ կողում այդ մեջ, բայց այն ինչ վերաբերվում է զինվորների մեջ իրար հետ այդ հարաբերությունների մասին խոսքը, ինձ թվում է, այստեղ ոչ մի խնդիր չկա, եթե հասարակությունը օգնի բանակին, հա, լուծել այդ հարցերը։ Օրինակ, ես հիշում եմ Դավիթ Տոնոյանի մասին, այս չի որ աչքիս լույսն է Դավիթ Տոնոյանը, բայց Դավիթ Տոնոյանի ժամանակ, եթե չեմ սխալվում, թեժ գիծ է եղել, երբ զինվորը կարողանա զանգի 24 ժամ թեժ գիծին, հա, եւ պատմի ինչ խնդիրներ ունի։ Ունենք այդ մեծ թեժ գիծը, այսինքն զինվորը կոնկրետ այդ զինվորը եթե Չամբարակում կամ ուրիշտեղ իրան ծեծում են, ճնշում են, ինքը ում կարա զանգի, մանավանդ եթե այդ զինվորին, հա, ինչ որ սեքսուալ բռնություն են արել, ես չեմ ասում Նարեկի հետ տենց բան ա եղել, ուրիշների հետ կարող է տենց բան լինի, ճիշտ է, որտեղ կարա զանգի այդ զինվորը, չունեք այդ թեժ գիծը ոնց որ, առաջ եղել է, առաջ բանակում ասում են զանգեք այս թեժ գիծի վրա, հիմա կա այդ թեժ գիծը, ոնց որ չկա թեժ գիծը, հետո փոխադարձ կապը կա ծնողների հետ, աշխատանք կա, ոչ։ Ինչի, քանի որ բանակը որոշել է, որ ինքը կարողանա այդ հարցերը լուծի, հա, լուրջ, ոչ մեկի օգնություն էլ պետք չի բանակին։ Սա խնդիր է, տեսեք, մեկ օր անցել է, չէ, որ այդ տղան ինքնասպան է եղել։ Ճիշտ ասած, ես սպասում էի կոպիտ հայտարարություններ նախարարից, նախարարի տեղակալներից։ Ոչ մի հայտարարություն մենք չտեսանք, ոչ մի հայտարարություն մենք չլսեցինք։ Եվ գուցե ինչ որ մեկը խնդում է, գուցե ինչ որ մեկը մտածում է, որ այդ հարցը չի կարելի լուծել, հա, ինչ որ քայլերով, որը ինչ որ մեկի համար խնդալ կլինի, բայց ես կուզենայի նախարարը եւ իր տեղակալները ամեն ամիս կրկնեն այդ նախադասությունը, որ այն մարդիկ, ովքեր թմրամյութ են օգտագործում, ծեծում են զինվորին եւ ինքնասպան են զինվորը, այդ տղաները Հայաստանի Հանրապետության թշնամիներն են։ Ես սպասում եմ նախարարից եւ իր տեղակալներից, որ մի հատ ալեյա կսարքի, կոնկրետ պաշտպանության նախարարության շենքի, հա, բակում։ Մի հատ ալեյա սարքեք եւ դեռ կախեք մեծ նկարներ, ունենք չէ՞ մեստեղ, որ հերոսներ ենք կախում։ Իսկ մեզ մի հատ տարածք է պետք, որտեղ մենք կախելու ենք դավաճանների նկարները, որ այստեղ այն տղերքն են, ովքեր սպանել են մեր զինվորներին։ Այն տղերքն են, ովքեր նենց են արել, որ ինքնասպան է եղել տղան։ Եթե Սուրեն Պապիկյանը եւ Պաշտպանության նախարարությունը այս տարիների ժամանակ մի հատ բակ բացեին, որ այս բակում դավաճանների երեսներն է, տեսեք, այսինքն եթե դատարանը որոշում է կայացրել, որ այո, այդ երկու զինվորը մեղավոր են այն դրա մեջ, որ ինքը ինքնասպան է եղել, всё, այդ տղերքը արդեն օֆիցիալ դավաճաններ են։ Կախեք այդ մարդկանց նկարները, եւ եթե հասարակությունը Մինչ դա երբ ուղարկում է իր երեխուն, եթե ծնողները սա Հայաստանում եւ երեխեքը տեսնեն, որ կախած է նկարները այն մարդկանց, ովքեր բռնաբարել են, ծեծել են, ճնշել են, մարդիկ կմտածեն, այո, մենք չենք ուզում ինչ-որ մեկին ծեծենք, որ սա երկիրը ասե, որ մենք դավաճան ենք, բայց մինչ հիմա չի ասել, ոչ Սուրեն Պապիկյանը, ոչ իրանց տեղակալները, որ նա ով սպանում է հայ զինվորին,
նա ով ճնշում է հայ զինվորին, ինքը այս երկրի թշնամին է։ Ինչա, դες դժվար է դա ասել։ Դες դժվար է, ինչ է անում կոնկրետ նախարարությունը դրա համար, որպեսզի հասարակությունը միջ գալ բանակ արդեն իր համար ֆիքսի, որ եթե ինքը զինվորին ծեծում է եւ բռնաբարում է, ինքը թշնամի է։ Ինչ է արել բանակը։ Ներողություն, ես այն լավ բաները, որը տեսել եմ բանակում, միշտ գովում եմ։ Թե զենքի տեսակետից, թե ուտելիքի տեսակետից, թե շորերի տեսակետից, թե աշխատավարձը, դա այդ ամենը անում է կառավարությունը, անում է պետությունը։ Կոնկրետ դա անում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն վարչապետը ահագին բան է արել բանակի համար։ Հիմա մնում է բանակի մեջ նախարարը, իր տեղակալները եւ սպաները այդ հարցին նենց լուծում գտնեն, որը այո, մինչ հիմա չի եղել, բայց լուծում կա, այդ լուծումը կա եւ հավատացեք, որ եթե Սուրեն Պապիկյանը ամեն ամիս հայտարարի, որ այն զինվորները, ովքեր ծեծում են մեր զինվորներին, դրանք այս երկրի թշնամին են եւ իրանց նկարները մենք կախելու ենք, թող սա հասարակությունը նայի, հավատացեք, հազար անգամ տղան կմտածի, արդյոք պետք է այս տղուն ծեծել, մինչ սպանություն հասցնել։ Այս գործողությունը չի արել, ոչ նախարարը, ոչ իր տեղակալները։ Մենք շատ ենք սիրում առանձին մարդկանց, մենք միշտ պաշտպանում ենք եւ իրանց վրա հարձակվում ենք, բայց այդ գործը արված չի։ Երկրորդը, երբ մենք ասում ենք, նորից եմ կրկնում, որ ինքնասպան են եղել, մեծ մասը նորից եմ կրկնում, փաստորեն պլան ծխողը, անաշխախորը, նստած է մի հատ զինվորի մոտ, Նարեկի նման, ով չի ծխում այդ պլանը։ Եվ պատկերացրեք, նորմալ տղան նստած է 2-3 հոգու հետ, ով անաշխայի տակ են, պլանի տակ են։ Դա ո՞նց է այդ հարցը լուծվում։ Շատ հեշտ է այդ հարցը լուծվում, եւ Սուրեն Պապիկյանը եւ իր տեղակալները 5 օրում կարանցաղ բանակում այդ հարցը լուծեն։ Եթե օրենք հանի, որոշում հանի, որ այս օրվանից յուրաքանչյուր զինվորական մաս, յուրաքանչյուր պոստ 24 ժամվա ընթացքում պաշտպանության բանակի ներկայացուցիչների եւ ծնողները կարան գան առանց ասելու որ գալիս են, գան ու յուրաքանչյուր զինվորից արյուն եք վերցնում ու ստուգում եք այդ զինվորը անաշխայի տակ է թե ոչ, այդ զինվորը թմրանյութի տակ է թե ոչ։ Ստուգում ենք այն տղուն, ում բռնում ենք, նկարում ենք ու գործ եք հարուցում։ Ու տենամ ոնց է դա լինելու։ Բայց մենք չենք տենում տես բաներ։ Այսինքն այսօր բանակը ստանում է ամենամեծ գումարը պետությունից, կառավարությունից։ Մենք ովքեր հարկ ենք տալիս Հայաստանի Հանրապետություն, ամենամեծ գումարը ստանում է Սուրեն Պապիկյանի կառույցը։ Ինչ է դա դժվար անել։ Ինչքանով է դա դժվար անել։ Կազմել մի հատ խումբ, այդ խումբը ուզում է Սյունիքի մարզա գնում, ուզում է Վայոց ձորա գնում, ուզում է Գեղարքունիքա գնում, լյուբոյ յուրաքանչյուր զինվորական մաս, լյուբոյ ժամ մտնի, արյունը վերցնի ու մի հատ ստուգի այդ տղան անաշխայի տակ է թե ոչ։ Բայց չկա տենց բան։ Եվ այսօր մենք տեսնում ենք, չէ՞, պլանի տակ տղան նստած է նորմալ տղու հետ ու սկսում է մտածել, ծեծել, խփել, սեքսով զբաղվել, այդ որ ասում են դելիկատնե թեմա է, դելիկատնե թեմա չկա։ Պլանի տակ այդ տղերքը մեծամասնությամբ անում են ինչ-որ բաներ, որը աննորմալ երևույթ է։ Քանի որ если ты насильно кого-то заставляешь это делать, это преступление։ Բայց մենք չտեսանք այսքանի տարում մի անգամ գոնե Պաշտպանության նախարարությունը ասի, որ մենք մեծ պատերազմ ենք տանելու այն մարդկանց հետ, ով բանակ են բերելու ինչ-որ անաշխա կամ պլան։ Ես չեմ լսել, ցավոք սրտի։ Եվ մեր քաղաքացիները պետք է իմանան, որ մեծամասնությամբ այդ ինքնասպանությունը եղնում է երկու դեպքում։ Եվ ինչ որ մեկը խաղում է, եւ այդ զինվորին ասում է արի քարտից, հա, քո քարտից կպենք, քո քարտով էլ խաղանք, դավայ զանգի գումար դուր կամ ճնշում է այդ գումարների հարցով, կամ այդ կոնկրետ պլանի տակ սկսում են ծեծել այդ զինվորին, հա, ճնշել եւ հասցնում են այդ իրավիճակին։ Եթե նորից եմ կրկնում, զինվորը գալիս է բանակ, 18 ամիս է հիմա բանակը, հա, էլի մեր կառավարությունը քիչացրել է 6 ամսով։ Բայց մինչ բանակ գալը զինվորը մի անգամ չի լսում Պաշտպանության նախարարությունից մի հատ ինչ-որ զգուշացում, ինչ-որ կոպիտ հայտարարություն, որ բանակը, հա, սուրբ տեղ է եւ դեռ չի կարա հայը հային սպանի։ Եվ նա ով դա անի լինելու է մեր երկրի թշնամին։ Չկա տենց բաներ։ Այսինքն այդ տղան 18 տարեկան տղան որ գալիս է, ինքը գալիս է այդ մտքով որ կարա ծխի, պլան ծխի, սրանցեցի, կրիմինալ ինչ-որ բան պահվածք, հա, ցուցաբերի եւ այլն։ Հաջորդը Գեղարքունիքի մարզում այսօր եմ ես ստանում ահագին մարդիկ ինձ Գեղարքունիքից գրում են, որ Ռոման ջան, Գեղարքունիքի մարզում, թե Չամբարակում, թե Վարդենիսում, ծանոթ բարեկամ կարա մտնի, ծանոթով գործի։ Այսինքն չկա ոչ մի խիստ, հա, որ մարդկանց ստուգում են, ասում են դու
Այստեղ կարաս աշխատես, թե չէ։ Ահագին յուղոտ պաշտոններ ծանոթ բարեկամով կարելի է ստանալ բանակում։ Գեղարքունիքի մարզի տղերքը ունեն կապեր, կրիմինալ, չգիտեմ, կաշառք տալով են անում, ինչ են անում, ես չգիտեմ, հա, չեմ ուզում կոնկրետ ասեմ։ Հա, դե դուք արդեն մտածեք։ Եվ այդ դեպքում հասկանալի է ինչա կատարում Չամբարակի զինվորական մասում, քանի որ ուզում եմ հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ օրինակ 2018-2022 թվականին շատ լուրջ խնդիրներ ա եղել վայենե պոլիցիայի հետ Չամբարակում եւ մեծամասնությամբ հանել են գործից։ Հետո ես ստացել եմ տեղեկություն, որ առանձին մարդիկ, չգիտես ոնց էլի հետ մտել են այդ վայենե պոլիցիան, բայց դուք 2018-2020 թվականին հանել եք այդ տղերքին։ Առանձին մարդիկ ոնց են էլի եկել մտել վայենե պոլիցիա։ Սրա մասին ես ուզում եմ ասեի եւ հավատացեք, որ ես օրինակ վստահ եմ, որ մենք պետք է բաց խոսակ այդ խնդիրների մասին, քանի որ ամեն մի բալիկը իր ծնողների համար շատ կարեւոր է։ Ամեն մի բալիկը, ինը привет большое, дорогая։ Ամեն մի ծնող մտածում է իր բալիկի համար։ Նորից եմ կրկնում, շատ դժվար է առանձին մարդկանց քննադատել վարչապետի շրջապատում, քանի որ այդ մարդիկ հայկական խասյաթ ունեն, ատամ են սրում լրագրողի վրա, գնում են վարչապետին, ասում են լրագրողը գումար են տվել, որ մեզ քննադատի, մենք սուրբ ենք, այս մարդիկ օգնում են Քոչարյանին, տենց չէ մի քիչ։ Հիմա ընտրությունները անցել է եւ գիտեք, մենք քննադատելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր վնաս են տալիս պետությանը եւ կոնկրետ անձամբ վարչապետին, քանի որ ցավոք սրտի մեր վարչապետը գիտեք ինչ, շատ է զբաղված, վարչապետը նույնիսկ չի, որ ամեն անգամ տենում է ով է իրան ստում, բայց փաստը այն է եւ մեր քաղաքացիները պետք է իմանան, որ այո, մի մասը վարչապետի շրջապատում հոյակապ աշխատում եւ իրան չի ստում, բայց մի մասը իր շրջապատի մի մասը 8 տարում սովորել է իրան ստի եւ վատը կարող է դուրս գա լրագրողը, վատը կարող եմ ես դուրս գամ։ Ինձ չունեն ոչ տենդեր, ոչ ծանոթներ կառավարությունում, ոչ քնչականում, հա, ովքեր իմ մեջքից կայնելու են։ Չունեմ ինձ ծանոթ տենց։ Բայց իրանք ունեն, եթե մարդ շատ մեծ գործեր անում տենդերներով քաղաքապետարանում եւ եթե ես դեմը իրան դուրս գամ քննադատեմ, այդ մարդը կարող է իմ գլուխս ուտի, հավատացեք։ Նույնը կարող է լինի Խուդասյանի նախարարությունում, հա, առանձին մարդիկ։ Նույնը կարող է լինի ՊՆ-ում, ինչի չեք մտածում, որ պաշտպանության նախարարությունում դրանք այն մարդիկ, ովքեր ստում են վարչապետին եւ մեծ գումարներ են ֆռռցնում, խոսքը գնում է առանձին օֆիցերների մասին, չգիտեմ, начальник штаբի մասին, ով ուզում է կարող է դա լինի։ Քիչեք դուք մտածում, որ այնտեղ որտեղ մեծ գումարներ կա, լրագրողը ով է, ասել են լրագրողը եկեք բերանը փակենք, որ մեզ չքննադատեն։ Ցավոք սրտի դա տենց է ժողովուրդ ջան։ Եվ երբ դուք գրում եք Ռոման ջան, ստրան դրան քննադատի չէ, մենք մի քիչ պետք է զգուշ լինենք։ Կարող է ստացվի, որ վարչապետը, որ մեր կողմը չանցնի, այլ լսի իրան այդ ընկերներին, հասկանում եք, մենք վստահ ենք արդյոք, այո, ես վստահ եմ, որ արդար է վարչապետը, բայց ես տեսնում եմ, չէ, որ իր խմբի մի մասը ստում է իրան։ Հիմա մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայ Անտարում, Լորիի մարզում, կոնկրետ Դսեղ գյուղում փեդ են գողացել, ասում Անտարի մի մասը вообще չկա։ Բայց այդ մարդը մտել է ԿՓ, հա, այդ լիսնիկը, Անտարի այդ աշխատողը, եւ մենակ այդտեղ չի, ուրիշ գյուղերում էլ, ասում մտել են ԿՓ-ն, իբր իրանք ԿՓ-ի ներկայացուցիչներ են, ահագին խախտումներ կա, ինձ գրել են, Դսեղ գյուղը, մյուս գյուղը է, մեկ գյուղը է, մեկ գյուղը, հա, գալիս են, ստուգում են, տեսնում են, գրում են, որ ստեղ խախտում կա, բայց ոչ մեկին չեն պատժում։ Ասում ինչ որ ծանոթ կա, ասում են սա ԿՓ-ական է, սա ԿՓ-ն է մտնել, ոնց կարող է այդպես բան լինի։ Եվ ասում ահագին անտառներ քանդում են, թալանում են եւ ոչ մեկին չեն պատժում։ Լորիի մարզի մասին է խոսքը գնում։ Հիմա դրանք սովորել են հայ անտառի աշխատակիցները, մտնում են ԿՓ-ն, այդ մարդիկ ովքեր 20-15 տարի աշխատել են այդ անտառներում։ Ու բոլորը հարուստ, բոլորը համարյա, չեմ ասում բոլորը, 90%-ը մեկը օրինակ կա Լորիի մարզում, չեմ հիշում, վաղը կգրեմ, 9 հատ ունի բան, ավտո, մեքենա, տրակտոր, հասկանում եք։ Բայց ուզում եմ կրկնել, որ մենք չենք վախենալու, այնտեղ որտեղ պետքա գովելու ենք, այնտեղ որտեղ պետքա քննադատելու ենք, որպեսզի փորձենք այդ հարցերը լուծենք, ուրիշ ձև չկա։ Բոլորիդ հաջողություն։